Բարև ձեզ սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այսօր սկսում ենք արդեն 3-րդ երկի 3-րդ գլուխը։ Ես նախապես ներողություն եմ խնդրում, մի փոքրիկ տեխնիկական խնդիր ունեմ այսօր, մոռացել եմ ակնոցներս տանը եւ այդ պատճառով մի քիչ դժվարանալու եմ կարդալ տեքստերը, բայց կարծում եմ, որ մենք կհաղթահարենք այդ խնդիրը։ Ուրեմն պարզ է, որ այսօր ես դեռ ասելու ոչինչ չունեմ, մենք կարդանք տեքստերը եւ նոր կսկսենք մեր քննարկումը։ Եվ այսպես Շիմոն Բաղավատամ առաջին 3-րդ երկ, 3-րդ գլուխ ինքը կոչվում է Տիրոջ խաղերը Վրինդավանայից դուրս։ Ութավան ինքը ասաց. Տեր Կրիշնան եւ Բալադևան այնուհետ գնացին Մաթուրա։ Այնտեղ ցանկանալով գոհացնել իրենց ծնողներին, նրանք թշնամու ճամբարի առաջնորդ Կամսային գահանկեց արեցին եւ ապահովելով նրան սպանելով նրան կներեք ուժով քարշ տվեցին Կամսայի դիակը գետնի վրայով։ Բոլոր վեդաները իրենց բազմաթիվ բաժիններով ուսումնասիրելու համար Տիրոջն անհրաժեշտ էր դրանք լսել միայն մեկ անգամ իր ուսուցիչ Սանդիպանի Մունիից, որին նա շնորհակալություն հայտնեց Յավալոկայից հետ բերելով նրա մահացած որդուն։ Եվ ուրեմն մենք անցյալ տեքստերում, անցյալ գլխում Ութավան ինքը պատմում էր Վիդուրային Տեր Կրիշնայի կյանքի մասին Վրինդավանում, այսինքն դա մի վայր է, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ամեն անգամ, երբ որ գալիս է նյութական աշխարհ, ինքը այդտեղ է անցկացնում իր մանկությունը։ Իմաստի տեսանկյունից, այսինքն հոգևոր զարգացման տեսանկյունից, մենք պետք է հասկանանք, որ մանկությունը դա անկարող լինելու ընթացքն է, չէ՞, երբ որ կենդանիակը, հատկապես մարդը, իսկ Տեր Կրիշնան ինքը գալիս է մեր մոլորակ մարդկային տեսքով, մարդկային հասարակության մեջ է գալիս եւ մարդկանց ինչ-որ բան սովորացնելու համար է գալիս։ Եվ ուրեմն մանկությունը ինքը դա անզոր վիճակն է, երբ որ կենդանիակը դեռ միայն հոգատարության կարիք ունի։ Մի կողմից ես արդեն ձեզ հետ քննարկել եմ, որ Աստվածամերժության դարաշրջանից առաջ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը քաջ գիտակցում էր, թե ինչ են անելու մարդիկ մեր մոլորակի վրա, այն Աստվածամերժ հոգիները, որոնք իրենք ծնվում են մեր մոլորակի վրա եւ ինչ են անելու իրենք կրոնականության դաշտի հետ, չէ՞։ Ուրեմն մենք տեսանք, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը երբ որ եկավ, ինքը հակադրեց։ Այսինքն Աստվածամերժության դարաշրջանում ծնվում են այն կենդանիակները, որոնք իրենք կրոնականությունը տանում են դեպի փակուղի։ Այսինքն ինչ է նշանակում փակուղի։ Կրոնականությունը ինքը տարվում է իրականում կենդանիակի համար ոչ հրապուրելի դաշտ։ Որն է ոչ հրապուրելին։ Կենդանիակը ինքը նախատեսված է երանության համար։ Եվ նյութական աշխարհում այդ հոգևոր երանության ցկտումը տրանսֆորմացիա է անցնում էգոիզմի միջով, չէ՞, եւ վերածվում է նրան, ինչը որ մենք մեր աշխարհում կոչում ենք տրփանք, այսինքն էգոիստական անհակ ցանկություններ, չէ՞։ Եվ երբ որ գալիս է Աստվածամերժության դարաշրջանը, ապա այդ դարաշրջանում ծնվում են հենց այն հոգիները, որոնք իրենք այսպես ձգտում ունեն ուղղակի առանց ոչ մի սահմանափակումների, բավարարել իրենց զգայարանները։ Այս ձգտման մեջ պետք է հասկացվի, չէ, որ այս ձգտման մեջ կենդանիակները իրենք ցանկացած հարաբերությունների ժամանակ
Ուստեն ասում են «Տյանուտա դելը на себя», այսինքն ամեն մեկը վերմակը քաշում է դեպի իրեն, որ ինքը ծածկված լինի։ Հիմա, բայց գլխավոր կարգախոսը ինքը կայանում է նրանում, որ Աստված դա սահմանափակումներ են, Աստված դա երջանիկ լինելու ուրեմն հնարավորություն ունենալու դեմ անձնավորություն է, եւ դրանով իսկ արդեն եթե նույնիսկ կենթանի էակը ինքը չի գիտակցում, թե իրականում իրեն ինչ գաղափար են տալիս, դա կապ չունի, ենթագիտակցության վրա դա ունենում է նույն ազդեցությունը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անհրապույր մի անձնավորություն է, որին չարժի ձգտել։ Կամ եթե նույնիսկ անձնավորությունը ինքը մտածում է, որ արժի ձգտել, ինքը չի կարողանում պատկերացնի, թե իրեն ինչ է սպասում հոգևոր աշխարհում։ Այսպես, ինչ-որ անորոշ բառեր են ասվում, չէ՞, այդ ֆոկուսնիկի նման էլի, որ իսկ որտեղ է բանը, ինչ-որ թաքցված ինչ-որ մի հատ իրը, շարժեց, որ ուզում ես բացատրում, ոչ մի բան չկա։ Հասկանում եք, եւ Աստծո գաղափարը ինքը այդպես իրականում դառնում է անհրապույր։ Սա աստվածամեժության դարաշրջանի ամենագլխավոր նպատակներից մեկն է։ Դրա դիմաց, կարող են առաջարկել զգայարանները ազատ բավարարելու հնարավորությունը։ Եվ դա դեմոկրատական երկրներն են, դեմոկրատիան է, դեմոկրատիայի քաղաքակրթությունը։ Չէ, բայց մինչ այդ մենք տեսնում ենք, որ հենց որ աստվածամեժության դարաշրջանը սկսվում է, ուժն է դառնում գլխավոր գործոնը։ Եվ երբ որ ուժն է դառնում գլխավոր գործոնը, չէ, աշխարհից ամիշապես անհայտանում է ընդհանրապես արդարությունը, սովորական մարդու համար երջանիկ լինելու հնարավորությունը, նրանք, ովքեր որ ուժի են տիրապետում, նրանք անխնամ բռնաբարում են մնացած բոլոր իմաստներով, եւ կյանքը վերածվում է դժոխքի։ Գերագույն Աստծո անձնավորությունը, բայց մարդկությունը դա չի նկատում, որ ասենք Աստծո գաղափարը այլայլվեց, որ Աստված ինքը դարձավ անհրապուրելի, ինչ-որ մի դաժան անձնավորություն, որի գլխավոր գաղափարը կայանում է նրանում, որ ուժեղները կարող են անել ինչ ուզում են, իսկ սովորական մարդու կրոնականությունը ինքը ուրեմն նրա կառուցված է նրանից, որ ինքը պետք է սովորի համբերել ուժեղների կամակոր ուրեմն պահվածքը եւ դրա տեղ վարձատրվի կյանքից հետո։ Երբ որ Տեր Քրիստոսն է գալիս այետ 72 աստվածամեժության դարաշրջանը 1 ուրեմն գալիս է այդ դարաշրջանի նախաշեմին, երբ որ ինքը պատրաստվում է այդ դարաշրջանում ողորմածության ողորմածության փուլ հայտարարել, ինքը գալիս է, մենք դա քննարկել ենք բազմիցս, ինքը գալիս է իր ամբողջ շքեղ շրջապատով եւ ձեռնոց է նետում աստվածամեժներին, որ իսկ այ հիմա դուք կտեսնեք, թե դուք ինչի կվերածեք աշխարհը, իսկ ես ձեզ դրանից առաջ կցուցադրեմ, թե ինչպես եմ ես վայելում իմ գոյությունը, ինչպես եմ ես վայելում իմ նվիրալներին եւ ինչպես են իմ նվիրալները վայելում ինձ տարբեր հարաբերությունների մեջ։ Եվ այստեղից սովորաբար այստեղ է սկսվում, հիմա էլ արդեն Տեր Քրիստոսի կերպարը այլանդակելու գործընթացները սկսվում են հենց այստեղից, այսինքն նրանք, ովքեր որ հասկանում են, իրականում իրենք շատ լավ հասկանում են, որ եթե Գերագույն Աստծո անձնավորությունը ընդունվի որպես այդպիսին, ինչպիսի հետաքրքիր եւ հարուստ անձնավորություն ձեռք կբերի կրոնական մարդը, եւ որպեսզի դա թույլ չտան, իրանք ընդհանրապես ասում են ոչ, նախասկզբնական Աստվածը դա միևնույնն է, արարիչն է, որը ինքը տերն է, տիրակալը, հզորը, խիստը, պատժողը եւ այլն, այսինքն նորից ոչ մի գեղեցիկ բան այդտեղ տեղի չունեցավ։ Իսկ դա ընդհանրապես Տեր Քրիստոսն ընդհանրապես արարչի մարմնավորումն է, որը եկել է մարդկային կյանքով ապրելու համար, որպեսզի մեզ ինչ-որ օրինակներ ցույց տա, ոչ ավելին։ Բայց իրականում դա նախասկզբնական Գերագույն Աստծո անձնավորության կողմից նետած ձեռնոցն է անհավատներին,
որպեսզի իրենք հասկանան, թե իրականում հոգևոր աշխարհը ինչպիսի բազմազան հարաբերություններ ունի։ Որտեղ գլխավոր գաղափարը կայանում է նրանում, որ իրականում 5 հարաբերությունները իրանք հենց հոգևոր աշխարհում տեղի ունեն։ Եվ նյութական աշխարհը դա ընդհանրապես հոգևոր աշխարհի հայլային արտացոլանքն է, այսինքն այստեղ ամեն ինչ հակառակն է։ Ինչ որ այնտեղ ամենաբարձրն է, այստեղ ամենացածրն է։ Իսկ պայմանավորված հոգիները, որոնք ապրում են նյութական աշխարհում, իրենք միշտ նյութական աշխարհի իրականությունները փորձում են ուրեմն դնել հոգևոր աշխարհի վրա, այսինքն հոգևոր աշխարհի մասին մտորումները անում են նյութական աշխարհի իրականությունների հիմքի վրա։ Եվ այն ինչ որ նյութական աշխարհում ամենացածրն է, իրանք հոգևոր աշխարհում են դա ընդունում, որ հոգևոր աշխարհում էլ սա չի կարող լինել, որտեղ սա ամենացածր երևույթն է։ Ինչու է սա կարևոր, որովհետև երբ որ արիացիները իրենք խոսում են հոգևոր աշխարհի մասին, իրենք խոսում են էմոցիայի մասին։ Վերջնականում հասկանում եք։ Եվ նյութական աշխարհում, չէ, որովհետև նյութական աշխարհը ինքը լի է թերություններով, նյութական աշխարհում ամենաբարձրագույնը դա իմաստությունն է։ Եվ դրա համար էմոցիաներին տրված ազնվորությունները իրենք համարվում են ցածր ազնվորություններ, իսկ իմաստունները համարվում են բարձր ազնվորություններ։ Ինչու՞, որովհետև իրենց իմաստությունը հերիքում է, որպեսզի իրենք նյութական աշխարհը ճիշտ գնահատեն, եւ երբ որ իրենք այդ նյութական աշխարհը ճիշտ են գնահատում, իրանք նյութական աշխարհի հանդեպ եւ դրանում ապրող կենդանիների հանդեպ ձևավորում են հրաժարում։ Եվ դա է համարվում ամենաբարձրը, ոչ թե համարվում է, այլև կա, իրապես կա, ամենաբարձրը։ Եվ այդպիսի իմաստության հաշվին է, որ կենդանիակը ինքը գնում է հրաժարման ճանապարհով, որի հետևանքում վերջնականում Գերագույն Աստծո ազնվորության կողմից ստանում է ազատագրում։ Հիմա, սիրելիներս, ուրեմն հաջորդ քայլով, չէ՞, արիացիներն իրենք ասում են, իսկ հոգևոր աշխարհը դա ուղղակի 180 աստիճան հակառակ աշխարհն է, որտեղ իմաստությունը ինքը գրավում է ամենացածր դիրքը։ Ինչու՞, որովհետև այդտեղ մի անգամ են գնահատում, ամեն ինչը մի անգամ է գնահատվում, ընդհանրապես պետք է հիշենք, որ եւ նյութական աշխարհում, եւ հոգևոր աշխարհում այ բանը փիլիսոփայությունը ռուսերեն ասում են одноразовый, ինքը մի անգամվա օգտագործալիք է, հասկանում եք, կենդանիակը ինքը մի անգամ է հասկանում, որ այ նյութական աշխարհը ինքը իրականում այն աշխարհն է, որից պետք է հրաժարվել, որտեղ ինքը թերություններով լի է, չէ՞։ Հիմա այ հոգևոր աշխարհն է, եւ դա դառնում է տրամպլին, որպեսզի կենդանիակը ինքը դուրս գա նյութական աշխարհից։ Հիմա երբ որ ինքը մտնում է հոգևոր աշխարհ, իմաստությունը դա իր ամենացածր պլատֆորման է։ Ինչու համար, որովհետև հոգևոր աշխարհում ոչ մեկից հրաժարվելու առիթ չունի։ Եվ կենդանիակները եւ Գերագույն Աստծո ազնվորությունը իրանք բոլորը կատարյալ էակներ են։ Հասկանում եք, բոլորը ունեն տրանսցենդենտալ որակներ, բոլորը հենված են մաքուր սիրո վրա։ Ինչ է նշանակում հոգևոր աշխարհը, ինքը հենված է մաքուր սիրո վրա, ինքը հենված է էմոցիայի վրա, այլ ոչ թե իմաստության։ Եվ ուրեմն հոգևոր աշխարհում ամենաբարձր դիրքը զբաղեցնում են այն կենդանիակները, որոնք կարող են եւ իրենք զգան եւ Գերագույն Աստծո ազնվորությանը պարգևեն բարձրագույն էմոցիոնալ հուզմունքներ, որովհետեւ հոգևոր աշխարհում չկա պայքար, այսինքն այն ամեն ինչը, ինչով որ լցված է նյութական կյանքը, հոգևոր աշխարհում այդ ամեն ինչը գոյություն չունի։ Այնտեղ չկա գոյատևության համար պայքարը, այնտեղ չկա նախանձը, այնտեղ չկա ատելությունը, այնտեղ չկա ագահությունը։ Հասկանում եք, այդ բոլոր բաները, որոնք իրենք այսքան դժվարացնում են, բայց եւ բազմազան են դարձնում նյութական գոյությունը, այնտեղ չկա։ Բա ինչ կա հոգևոր աշխարհում։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն հոգևոր աշխարհում կա միայն էմոցիաները։ Դրական էմոցիաները, երբ որ ինչ-որ գործողություններ են կատարվում, սիրո հիմքի վրա։
Հետագայում ես թե Աստծո կամքը կլինի, եւ դուք կշարունակեք մնալ հետաքրքրասիրված այս գիտելիքով, մենք ձեզ հետ շատ հետաքրքիր ուրեմն գիտելիք կուսումնասիրենք, ինչ վերաբերվում է այդ ամենակոնֆիդենցիալ հարաբերությունների մասին Աստծո հետ։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը որպես մարտահրավեր գալիս է Աստվածամեժության դարաշրջանի նախաշեմին, այդ իր ամբողջ շքախմբով, հա, եւ ցույց է տալիս, թե ինչքան բազմազան եւ ինչքան հարուստ հարաբերություններ ունեն կենդանիակները Գերագույն Աստծո անձնավորության հետ հոգեվոր աշխարհում։ Սա է այն գանձը, որին տիրապետում են միայն արիացիները, եւ որին մնացած բոլորը փորձ են կատարում եւ ինչը որ մնացած բոլորը փորձ են կատարում արժեզրկել։ Ինչու՞։ Որովհետեւ մնացած բոլորը, ովքեր որ իշխում են կրոնում, ովքեր օգտագործում են կրոնը, իրենք ընդհանրապես շահագրգռված չեն կենդանիակների երջանկության մեջ, ու դրա համար երջանկության փիլիսոփայությունը ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորին հետաքրքրում է միայն, որպեսզի իդեմս հոգևոր մարդ կերպարի, ուղղակի ստանան հլու հնազանդ համբերող մի անձնավորություն, որի հետ կարելի է ինչ ուզում ես անել։ Հասկանում եք, եւ իհարկե մենք հասկանում ենք, որ հենց այդպիսի նպատակների իրականացնելու համար Աստծո մասին գիտելիքը միշտ արհամարվում է։ Սա արդեն իսկ հրաշք է, որ ես հնարավորություն ունեմ, այսպես հանգիստ հիմա այս ամեն ինչը քննարկելու, հա, իրականում ես անչափ շնորհակալ եմ, որ ինձ մինչև հիմա դեռ, ասենք, թույլ են տալիս, որպեսզի ես խոսեմ ձեր հետ այս ամեն ինչի մասին։ Եվ ուրեմն տեսեք սիրելիներս, չէ՞, այսինքն հիմա մենք ձեզ հետ այսօր 8 հավան ինքը ամենասկզբից քննարկեց այդ թեման, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իր վայելքները բազմազան են։ Այսինքն կենդանիակների մեջ գոյություն ունեն 3 տեսակի հարաբերություններ։ Կենդանիակը ինձանից ավելի բարձր դիրք ունի, կենդանիակը ինձ հավասար է, կամ կենդանիակը ինձանից ավելի ցածր դիրք ունի։ Այդ 3 կետերը իրենք կարող են լինել մեր տառապանքի հիմքը եւ կարող են լինել մեր երջանկության հիմքը։ Մեր տառապանքի հիմքն են, եթե մենք արհամարում ենք մեզանից ավելի մեծերին ոչ թե տարիքի իմաստով, այլ իմաստության, հələ որ վերցնենք միայն իմաստությունը։ Ինչու՞։ Որովհետև իրական ավագ են մեր համար այն ազնվորությունները, որոնք իրենք կարողացել են ապրել այնպես, որ լինեն երջանիկ։ Եվ դա նշանակում է, որ իրենք կարող են լինել օրինակ մեզ համար։ Եվ հենվելով նրանց փորձի վրա, մտցնելով այդ փորձի մեջ մեր սեփական վերաբերմունքը, սեփական կատարումը, հա, ուրեմն մենք կարող ենք իրականում շատ ժամանակ խնայել մեր կյանքի մեջ ու եւ միանգամից անել ճիշտ քայլեր։ Երբ որ մենք այդպես չենք վարվում, մենք մնում ենք մեր հիմարության հույսի վրա, անփորձության հույսի վրա եւ ստիպած ենք լինում անցնել փորձ, որը սովորաբար այդքան էլ հաճելի չի լինում։ Որովհետեւ իրականում հաշվի չառնել հաջողակ ապրած կենդանիակների փորձը, հաշվի չառնելը դա հիմարության նշան է, այլ ոչ թե իմաստության։ Հիմա սիրելիներս, եւ կան ինձ հավասար կենդանիակներ։ Հավասար կենդանիակների հետ ազնվորությունը ինքը երջանկություն է ստանում, եթե կարողանում է համագործակցել հավասարների հետ։ Հավասարները գալիս են, տեսեք հիմա, եթե ես էգոիստ եմ եւ նախանձ եմ, հավասարի հայտնվելը իմ կյանքում ես ընկալում եմ, որ եկավ մի անձնավորություն, որի հետ ես պիտի իմ դաշտը կիսեմ, իսկ ես ուզում եմ, որպեսզի դաշտը լինի միայն իմը։ Եթե ես նախանձից ազատ անձնավորություն եմ, ապա երբ որ
հանդիպում եմ ինձ հավասարին, ես հասկանում եմ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը հնարավորություն է տվել եւ ինձ եւ այդ անձնավորությանը, որպեսզի մենք իրար թև ու թիկունք դառնանք, ուժեղացնելով իրար։ Եվ այդ ժամանակ սկսվում է համագործակցությունը։ Եվ դա երջանկության հիմքերից մեկն է։ Երբ որ ես հանդիպում եմ նրան, ով ինձանից ավելի փոքր է, իր բոլոր պարամետրներով փոքր է, հա, ապա ես հասկանում եմ, որ ես նրան տրված եմ նրա համար, որպեսզի ես հոգ տանեմ նրա մասին։ Այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը իմ կյանք է բերել մի անձնավորության, որի մասին ես պիտի հոգ տանեմ։ Հասկանում եք։ Եվ եթե ես պատշաճ հոգատարություն չեմ ցուցաբերում, բնականաբար ամեն անգամ, երբ որ կենդանի ակը ինքը սխալ վերաբերմունք է դրսևորում, այն նրանց հանդեպ գալիս է իր կյանք, կամ ասենք ուղղակի ներկա է իր կյանքում, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ստիպված է լինում մեզ անցկացնել բացասական փորձի միջով, որտեղ մենք պետք է գիտակցենք, թե ինչի համար է տրված մեզ այս կամ այն կենդանի երակը։ Եվ եթե մենք հանդիպել ենք մեզանից փոքրին եւ չենք օգնել իրեն, որպեսզի ինքը կայանա, հոգ չենք տարել իր մասին այնքան ժամանակ, ինչքան ժամանակ, որ իրան հարկավոր էր, որպեսզի ինքը կարողանա ոտքի կանգնի, ապա այդ պարագայում Գերագույն Աստծո անձնավորությունը ստիպված է լինում կամ հետզհետեղ կամ հաջորդ կյանքում մեզ դնել նույն իրավիճակի մեջ, երբ որ մենք ինչ-որ մեկի համար փոքր ենք եւ ստանում ենք ոչ հոգատար ավակ եւ իրականացնում ենք, թե ինչքան վատ է դա, հասկանում եք, չէ՞։ Այսինքն սա են այն 3 կետերը, որը բաքսի յոգայի մարմնավորումը, այսինքն մաքուր սիրո մարմնավորումը ինքը կասի, որ եթե կենդանիակը ինքը ուրախանում է, երբ որ հանդիպում է իրենից ավելի զարգացած կենդանիակներին, եթե ինքը հաճույքով կիսում է դաշտը նրանց հետ, ով իրեն հավասար են, եւ մեծ պատասխանատվությամբ հոգ է տանում իրենից ավելի փոքրերի մասին, այդպիսի անձնավորությունները իրենք ուրեմն նու կարելի է այսպես պատկերավոր ասել, տոմս են առնում դեպի հոգևոր աշխարհ, որովհետև հոգևոր աշխարհը ինքը հենված է հենց այս 3 սկզբունքների վրա։ Այս 3 սկզբունքներին ճիշտ վերաբերվելն է ապացուցում, որ դու նախանձ չես։ Որովհետև չընդունել քեզանից ավելի բարձրին, դա նախանձի սիմպտոմ է։ Չուզենալ, որ լինեն քեզ հավասարները, դա նախանձի սիմպտոմ է։ Արհամարել քեզանից փոքրերին, դա նախանձի սիմպտոմ է։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցույց տվեց, որ այդ իր վայելքը, որպեսզի լինի լիարժեք, ինքը կարող է ընդունել փոքրի մարմին, այսինքն ինքը ունի եւ հարաբերություններ, որտեղ ինքը փոքր է եւ իր մասին հոգ է տանում, ծնողները, բարեկամները եւ այլն, չէ՞։ Ինքը կարող է ունենալ իրեն հավասարների մասին մենք դեռ շատ ենք խոսալու։ Այդ հավասարներից մեկը Արգջունան էր, որը ինքը ընկերական հարաբերությունների մեջ էր Աստծո հետ, հա, իսկ ընկերականությունը դա արդեն հավասարության հարաբերություններն են։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը իհարկե կարող է լինել ավակ, բայց տեսեք, Վրինդավանի ապրողների համար ինքը երբեք չի դառնում ավակ։ Ինքը միշտ մնում է այն անձնավորությունը, որի մասին Վրինդավանի բոլոր ապրողները հոգ են տանում, որովհետև ինքը դեռ փոքրիկ է։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ ահավոր խորը իմաստ ունեցող երևույթ է ընդհանրապես, որի բոլոր բաները, ասպեկտները մենք հիմա իհարկե չենք կարող քննարկել, որտեղ դեռ պատրաստ չենք հոգևոր հարաբերությունների մասին խոսակցություններ վարելու։ Բայց ինչ-որ գլխավոր սկզբունքներ ես ամեն անգամ ասում եմ, որ այսպես կամաց ասելով գնում ենք առաջ, որ մինչև հասնենք 10-րդ երկին բավականին պատրաստ լինենք այդ խոսակցությունների համար։ Եվ տեսեք սիրելիներ, չէ՞։ Ուրեմն, մինչև այս պահը Ութավան ինքը պատմում էր Գերագույն Աստծո անձնավորության մանկության մասին։
որտեղ ինքը իրականում ցույց է տալիս նաև հոգևոր աշխարհի ամենաբարձր հարաբերությունները, այսինքն իր սիրեցյալների հետ հարաբերությունները։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ իրականում սա ինքը շատ կարևոր կետ է, որ այն տարիքում, երբ որ Տեր Քրիստոսն ինքը ապարում էր այդ աղջիկների հետ, նյութական իմաստով, նյութական աշխարհում գտնվելու իմաստով, ինքը այն տարիքում էր, որ տղա երեխան դեռ տղամարդ չի։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ Գերագույն Աստվածությունը մեզ այս դա է ցույց տալիս, որ երբ որ մենք ասում ենք հոգևոր աշխարհի սիրային հարաբերություններ, այդ հարաբերությունների մեջ չկա սեռական հարաբերություններ։ Սեռական հարաբերությունները իրենք նախատեսված են սերմը տեղափոխելու համար, որպեսզի շարունակվի կյանքը։ Հասկանում եք, եւ դա մարդիկ են մեր մոլորակի վրա միայն մարդիկ են, որ սեռական հարաբերությունները գնում են սեռական հարաբերությունների հաճույքի համար, առանց ոչ մի սահմանափակումների, չէ՞։ Եվ հենց այդտեղ է, որ իրենք ստիպված են լինում բնության դեմ քայլեր կատարել եւ դառնալ մարդասպան։ Հիմա ցերես, չէ՞, ուրեմն իսկ իրականում այդ հարաբերությունները իրենք նախատեսված են ուղղակի երեխան ձակ ունենալու համար, հա, եւ այո, իհարկե, տգիտության եւ կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող կենդանի էակներ իրենք չեն կարող հասկանալ, իսկ այսքան ոնց սեր կա եւ չկա սեռական հարաբերություն, բա ինչ կա, բա ինչով են զբաղված, հասկանում եք, եւ Տեր Քրիստոսն ինքը հենց դա էլ ցույց էր տալիս, թե իրանք ինչքան հարուստ հարաբերություններով են զբաղված, բայց այդ հարաբերությունների մեջ չկա սեռական հարաբերություններ, այսինքն դա հենց դա է, որ մաքուր սերն է։ Հիմա սիրելիներս, չէ՞, եւ երբ որ Տեր Քրիստոսն ինքը արդեն մի քիչ մեծացավ, որտեղ իր ուժը եկավ իր տեղը, այդ ժամանակ իր տեղը արդեն մաթուրան էր, այսինքն տրանսցենդենտալ գիտելիքը, որտեղ, ինչպես մենք հիշում ենք, ես դա արդեն ներկայացրել եմ, որտեղ իշխում էր կամսան, այսինքն նյութական գիտակցությունը, որը ինքը վռնդել էր գահից իր հորը, բանտարկել էր նրան, իսկ իր հայրը Ուգրասենան ինքը ազատագրման սկզբունքն էր։ Մենք այն ժամանակ ձեզ հետ քննարկեցինք, որ տրանսցենդենտալ գիտելիքը իր սկզբնական փուլում կենդանեակին պետք է բերի ազատագրման։ Սա առաջի հոգևոր արդյունքն է, որը կենդանեակը ստանում է կրոնականության դաշտում, որովհետև առաջի փուլը ինքը նախատեսված է նյութական կյանքը կարգավորելու համար, թեկուզ այնտեղ էլ կա մի շատ կարևոր հոգևոր արդյունք, ստանալով նյութական աշխարհից պաշտպանություն եւ ստանալով նյութական տեսանկյունից բարգավաճ երջանիկ կյանք, կենդանեակը վերականգնում է իր վստահությունը Աստծո Եվ մենք պետք է նկատենք, որ արիացիների կատարմամբ կրոնականությունը ինքը շատ հետաքրքիր կառուցվածք ունի, ես դա միշտ ասում եմ։ Արիացիները իրենք ասում են կրոնականությունը դա դարմա արտա կամա մոքշա է, այսինքն կրոնական ծիսակատարություններ, բարոյականության օրենքների իրականացում եւ դրա դիմաց տնտեսական զարգացում, այսինքն բարգավաճություն, հա, եւ երջանկություն, այսինքն ցանկությունների կատարում։ Եվ նոր միայն դրանից հետո ազատագրում։ Այդ շղթան, որը կառուցում են արիացիները, ինքը իրեն արդեն խոսում է նրա մասին, թե արիացիները իրենք ինչպես էին կիրառում ընդհանրապես կրոնականությունը։ Հիմա ծերիներս եւ եկավ մի պահ, ինչպես մենք ձեզ հետ քննարկեցինք, որ Տեր Քրիստոսին եկան եւ տարան մաթուրա։ Հիմա այս գլուխը ինքը արդեն խոսում է մաթուրայի իրականությունների մասին, չէ՞։ Ընդ որում մենք տեսանք, որ այո, կան բազմազան դեմոններ, որոնց Տեր Քրիստոսն ինքը սպանեց ամենափոքրիկ հասակում ապրելով Վրինդավանում։ Դա այն արատների մարմնավորումներն էին, որոնք խանգարում են, որպեսզի կայանա մեր սրտում այդ համընդհանուր երանության սկզբունքը։
Մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ մեր մեջ մենք կարևորում ենք միայն մեր եւ մեր մտերիմների երջանկությունը, մենք հոգևոր աշխարհ ոչ թե միայն չեն կարող մտնել, մոտիկ անգամ հոգևոր աշխարհին չեն կարող գալ։ Հոգևոր աշխարհը դա այն կենդանիակների աշխարհն է, որտեղ ազնվորությունը ինքը երջանկություն է ուզում բացարձակապես բոլորի համար։ Հասկանում եք։ Եվ ընդունում է ամեն մեկի տերը, դերը եւ դիրքը։ Սա շատ կարևոր խոսակցություններ են եւ շատ կարևոր կետեր են։ Եվ Ութավան հիմա սկսեց խոսել արդեն այդ մասին, երբ որ Տեր Շրի Կրիշնան ինքը գնաց Մաթուրա, այսինքն տրանսցենդենտալ գիտելիքի դաշտ, ինչով էր ինքը այդտեղ զբաղված։ Եվ մենք տեսանք, որ ամենաառաջի բանը, որ Տեր Շրի Կրիշնան ինքը արեց այնտեղ, ինքը սպանեց Կամսային։ Այդ ժամանակ ինքը դեռ, երիտասարդ էր շատ, եւ իրականում ինքը Կամսային սպանում է բռունցքի ուղակի մի հարվածով։ Եվ դա այս է, որ այդ համընդհանուր վայելքի սկզբունքը ինքը կենդանիակը վերցնում է եւ սիրո եւ ուրախության տրամադրությունների մեջ այդ համընդհանուր երանության սկզբունքը ինքը սկսում է աճել։ Հա, ինչու է կարևոր այդքան սերը եւ ուրախությունը, որովհետեւ եթե իմ ներքին պլատֆորման ինքը սերը չի, ես չեմ կարող լինել համընդհանուր երանության մասնիկ։ Եթե իմ ներքին պլատֆորման դա սերն է, չէ՞, իսկ սերը նյութական աշխարհում մարդիկ մի քիչ կան այդպիսի սորտի մարդիկ, որոնք իրանք հոգևորի մեջ են, չէ՞, եւ այսպես բաների իրանց պատկերացումներն ունեն, թե ինչպիսի տեսք պիտի ունենան հոգևոր մարդիկ, չէ՞, եւ իրանք մշտական այդ բառերն են խոսում, որ ես բոլորին սիրում եմ, ես ամեն ինչը սիրում եմ, ես ընդհանրապես սեր եմ, բայց իրականում թողիցներ են բոլորը, բայց այդ խոսքերի տակ ճշմարտություն չկա։ Արատավոր ազնվորությունները չեն կարող սեր առաջացնել։ Այրացիներ իրենք խոսում են նրա մասին, որ գերագույն Աստծո ազնվորությունը նյութական աշխարհում ներկա է որպես գերհոգի։ Մենք պետք է հասկանանք ընդհանրապես տրամադրությունների տեսանկյունից ինչ է նշանակում вообще գերհոգի։ Դա գերագույն Աստծո ազնվորության անտարբերության մատնավորումն է։ Այսինքն ինքը էմոցիոնալ տեսանկյունից նյութական աշխարհում ապրողների հանդեպ անտարբեր է։ Ինքը թաքնվել է մեր սրտում եւ ուղակի հետևում է։ Տվել է մեզ ազատություն եւ հետևում է։ Ինչ ենք անում մենք այդ ազատության հիմքի վրա մեր հետ եւ ուրիշ կենդանիակների հետ։ Հասկանում եք։ Եվ ինքը սառնասրտորեն, այսպես առանց ոչ մի էմոցիայի վարձատրում է կամ պատժում։ Եվ սառնասրտորեն կան կենդանիակներ, որոնց ուղարկում է ուղակի դժոխք, շատ լավ պատկերացնելով, թե այնտեղ իրանց հետ ինչ են անելու։ Սա մենք պիտի հասկանանք։ Հասկանում եք, որ այդ ինչ-որ սենց տրամադրությունները իրանք ավելորդ են նյութական աշխարհում։ Նյութական աշխարհում ապրողների համար գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ թե սեր է զգում, այլ կարեկցանք։ Ինչու՞։ Որովհետև նյութական աշխարհի եկած կենդանիակները իրենք հայտնվել են, ռուսերեն ասում ենք վբիդե։ Հա? Այսինքն իրենց համար հայտնվել են շատ վատ իրադրության մեջ, սխալի հետևանքով, եւ դա կարող է առաջացնել միայն եւ միայն կարեկցանք։ Սերը նյութական աշխարհում արտահայտվում է որպես կարեկցանք։ Մնացած ամեն ինչը սենտիմենտալություն է եւ սխալ հասկացողություն է, ինչ է նշանակում սեր։ Եվ ուրեմն գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այ մենք պետք է հասկանանք, որ իրականում եթե մենք մի հատ ուշադիր ենք նայում, չէ՞, մենք տեսնում ենք, որ ինքը այսպես նեյտրալ տրամադրության մեջ բացարձակ անտարբեր նայում է թե կենդանիակները իրար հետ ինչ են անում։ Խառնվում է մենակ մի դեպքում։ Հասկանում եք, ասում ենք սա հստակ հասկանանք, որովհետև ասենք
ես մեկ անդրադարձ եմ անում մեր իրավիճակներին, չէ, եւ այդ անդրադարձի մեջ ինքը ակնհայտ է, չէ, որ ասենք մենք խնդիր ունենք հիմա այս պահին, որն է այդ խնդիրը, դա այն է, որ այսպես էլ է, որ ասում է անդունդի եզրով ենք բան գալիս, չէ, ազգովի, եւ այո, իհարկե հայերի մեջ շատ են այն ազնվորությունները, որոնք իրենք հույսը դնում են Աստծո վրա, բայց մենք պետք է հասկանանք, թե ում է Աստված պաշտպանում։ Ես նաև այդ խնդիրն եմ միշտ փորձում լուծել, որպեսզի մենք կարողանանք ընկալենք, որ այն իրականությունը, որ մենք ունենք, իրականում ցույց է տալիս միայն մի բան, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իրականում երբեք մեզ չի պաշտպանել, որովհետև պաշտպանություն ստացած կենդանի էակի իրավիճակը ինքը չի լինում այնպիսինը, ինչպիսինը որ մերն է։ Հասկանում եք, հա, ինչու համար, որտեղ եթե մենք ուշադիր ենք նայում, մենք կարող ենք տեսնել, որ բոլոր նրանք, ես այստեղ հատուկ շեշտելու եմ դա, թող ինձ ներեն բոլորը, հա, որտեղ ասենք մնացածները իրանք զբաղվում են կրոնականության բուն իմաստով, հասկանում եք, չէ, բոլոր նրանք, ովքեր իրենց ձևականորեն համարում են քրիստոնյա, բայց ունեն արատավոր մարդու բոլոր բնութագրերը, հա, կամ ասենք, եթե նույնիսկ իրենց թվում է, որ իրանք ինչ-որ բարոյական կյանքով են ապրում, բայց իրանք սիրտը լիքն է, ատելությամբ սրա նրա հանդեպ, չէ, հələ թուրքի մասին չխոսակ, էլի, հենց այն մեր մեջ բոլորը իրար ատում են, հա, շատ դեպքերում, ուրեմն ագրեսիան ինքը ահավոր շատ է, ինչպես տեսնում ենք, չէ, եւ սա ինքը կրոնականության տրամադրությունների հետ ոչ մի կապ չունի։ Գերագույն Աստծո անձնավորությունը Բhagavad Gita-ում ինքը ասում է. ես գալիս եմ այս աշխարհ, որպեսզի պաշտպանեմ անմեղներին։ Հասկանում եք։ Ոչ թե թույլ արատավորներին, որոնք ուղակի պարտվում են ուժեղ արատավորներին, այդպիսի բանաձև գոյություն չունի։ Երբ որ երկու կողմերն էլ արատավոր են, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդտեղ մոտիկ անգամ չի գալի, հա? Եվ այո, երբ որ երկու կողմն էլ արատավոր են, գործում է ընդհանրապես մի գործոն, հաղթում է նա ով ուժեղ է, կամ կա եւս մի հանգամանք, կամ ով ավելի խորամանկ է։ Հասկանում եք։ Այդ իմաստով ես կարող եմ ասել, որ երկու իմաստներով էլ, չէ, մենք շատ ենք սիրում այդպես զուգահեռներ բանանել, գոռոզ բաներ ասել, բան, այնտեղ որտեղ հայն է հրյանանելիք չունի, հա, դա իհարկե կներեք, բայց բացարձակապես ընդունելու գաղափար չի, որովհետև իրականում մենք կարողանում ենք տեսնել, որ արդյունքներով, հա, եւ ուժի եւ խորամանկության տեսանկյունից այս աշխարհում չգտնվեց այդպիսի մի ազգ, որը կարողանար հրյաներին հավասարվել։ Եվ արդյունքները, որոնք այս պահին ունեն հրյաները, դա խոսում է նրա մասին, որ իրականում այդ ազգը ինքը շատ լուրջ ճանապարհ է անցել եւ ուժի ձեռքբերման տեսանկյունից, հա, եւ ուրեմն բանի եւ խորամանկության տեսանկյունից։ Всё, այդ խոսակցությունը ինքը փակված է։ Հասկանում եք։ Եվ մենք պետք է հասկանանք վերջապես, որ կա այդ իրականությունը, որ երբ որ երկու կողմերն էլ հավասար արատավոր են, Գերագույն Աստծո անձնավորությունը այդտեղ չի խառնվում։ Հասկանում եք, ուզում ես աղոթի, ուզում ես մի աղոթի, եթե դու արատավոր ես, դա աշխատում է մի անգամ։ Դու արատավոր ես, դու օգնություն խնդրեցիր, Գերագույն Աստծո անձնավորությունը մի անգամ քեզ օգնեց։ Հետո ասեց, եթե ուզում ես, որ սա շարունակվի, պիտի մաքրվես, պիտի դառնաս բարոյական, առնվազն բարոյական։ Հələ մնացածի մասին չեն խոսում։ Եթե դու դա չես դառնում, ես դառնում եմ գերհոգի, անտարբեր, հետևող եւ գործողությունների դիմաց, ճիքերի դիմաց արդյունքներ տվող։ Վերջ։ Հասկանում եք, ուրիշ ոչ մի խոսակցություն չկա։ Մենք կարող ենք ջայլամի քաղաքականություն վարենք, խնդրեմ, ով է դրանից վնասվելու։ Միայն մենք, ուրիշ ոչ մեկ։ Հասկանում եք, եթե ընտրությունը դա է, թող դա լինի, խնդիր չկա։
Խոսակցությունն հենց դրա մասին է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը միշտ տալիս է կենդանիակին ազատ ընտրելու հնարավորություն։ Բայց այդ հնարավորությունին դիմաց ինչ-որ քայլեր անելուց առաջ ինքը անպայման մի հատ օգնության ձեռք է մեկնում։ Հետո նայում է այդ օգնության ձեռքի հետ ինչ արեցին։ Եվ վերջ, այդտեղ արդեն վերջնագիր է գրանցվում։ Այսպես է, էլի, երբ որ նայում ես աստվածային օրենքներ, իրանք այդպիսինն են։ Հիմա, ուրեմն, մինչև այդ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը վայելում էր իր փոքր տարիքը եւ ինքը ցույց տվեց, որ այդ սիրո եւ ուրախության տրամադրության մեջ պիտի անցնի հատկապես հոգեվոր կյանքի սկզբնական շրջանը։ Այդ երբ որ կենդանիակը ինքը սկզբում այդ ուրախության եւ սիրո տրամադրությունների մեջ է հոգեվոր կյանքում, չէ, գալիս է մի պահ, երբ որ ինքը արդեն ամրապնդվում է հոգեվորի մեջ, հա, ամրապնդվում է, երբ որ ասում են երկու ոտքով կանգնած է հողի վրա, եւ այդ ժամանակ գալիս է ժամանակը, որ կենդանիակը արդեն պետք է սկսի ռազաբրаться, բան էլի, ոնց որ բանան էլի, հասկանա ընդհանրապես, թե ինչ է նշանակում նյութական գիտակցություն, ինչ է նշանակում էգոիզմ, ինչպիսի արդյունքների է այդ էգոիզմը բերում, եւ այլն, եւ պիտի սկսի այդ նյութական գիտակցությունից հրաժարվելու գործընթացը։ Հիմա Տեր Քրիստոսն ինքը իր օրինակի վրա ցույց տվեց, որ այս սկզբնական շրջանում, չէ, այդ համընդհանուր երանության գաղափարը ինքը ծնվում է, եթե մարդը իր հոգևոր կյանքը պահում է սիրո եւ ուրախության մթնոլորտում։ Եվ այդ մթնոլորտը ապահովում է շրջապատը։ Այսինքն, հոգևոր մարդը ինքը պետք է ունենա հոգևոր շրջապատ, որտեղ պետք է լինի շատ սեր եւ շատ ուրախություն։ Հասկանում եք։ Այսինքն, ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ եթե չկա սերը, ուրախություն չի կարող լինել։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ աստվածամեժության դարաշրջանում, չէ, երբ որ մարդիկ այսպես կոչված ուրախություններ են նշում, շատ հաճախ այդ նշումները վերջանում են կռիվներով։ Իսկ այդ կռիվը ինչ է։ Էգոների բախում, չէ, այսինքն սիրո բացակայություն։ Հասկանում եք։ Եվ Տեր Քրիստոսն ինքը ցույց տվեց, թե ինչ պայմաններ են պետք, որպեսզի կենդանիակի գիտակցության մեջ զարթնի համընդհանուր երանության իրավունքի այդ գաղափարը։ Հա, եւ հենց այդ պահից է, որ քանի այդ գաղափարը քանի ուժեղանում է կենդանիակի մեջ, այսինքն նյութական աշխարհում զարգացողները, չէ, իրանք չեն կարող խուսափեն ալտրուիզմի этаպից, մարդասիրության этаպից ոչ մեկ չի կարող խուսափի։ Հասկանում եք, որտեղ դա այդ համընդհանուր տարածված էգոիզմի ամենամեծ արտահայտումն է, երբ որ ազնվորությունը ինքը կարող է օրինակի համար ասենք չգիտեմ ապրի Երևանում եւ իր համար մեկ չլինի Աֆրիկայում սոված երեխան։ Հասկանում եք։ Եվ եթե նույնիսկ ասենք ինքը ոչ մի բանով չի կարող օգնի, որտեղ ինքն էլ ծանր վիճակում է, ապա ինքը իր աղոթքների մեջ է մտցնում համընդհանուր, համամարտկային, համամոլորակային աղոթքները։ Բոլոր ազգերին տուր երջանկություն, առողջություն, բարգավաճում, այն ամեն տեսակի լավ բաներ, չէ, որ այս պրոստը դու քո մեջ այլևս չես կրում ոչ մի ատելություն եւ ոչ մի տրփալից գիրք ոչ մեկի հանդեպ։ Հասկանում եք, չէ, եւ դա միշտ ունի իր արտահայտումները։ Ուրեմն այդ ժամանակ է, որ կենդանիակի այդ համընդհանուր երանության գաղափարը այնքան ուժ է ձեռք բերում, որ ինքը պատկերավոր ասած բռուսկի մի հարվածով կարողանում է ոչնչացնել նյութական գիտակցությունը։ Իսկ նյութական գիտակցությունը փորձում է, ոչ թե փորձում է, այլև հաջողվում, կամ սա ինքը բավականին երկար թագավոր էր այդտեղ, չէ, ինքը փորձում է շահագործել հոգևոր գիտելիքը։ Եվ Տեր Քրիստոսն ինքը եկավ եւ կամսային սպանեց։
Հաջորդ քայլով, հաջորդ տեքստով, ուրեմն խոսակցությունը գնաց նրա մասին, որ վեդաները, բոլոր վեդաները իրենց բազմաթիվ բաժիններով ուսումնասիրելու համար, հա, ուրեմն տիրոջն անհրաժեշտ էր դրանք լսել միայն մեկ անգամ։ Իր ուսուցիչ Սանդիպանի Մունից, որին նա շնորհակալություն հայտնեց, ուրեմն Յամալոկայից հետ բերելով նրա մահացած որդուն։ Իհարկե, ասենք, եթե մենք իրադրությունները չգիտենք, թե ինչի մասին է այստեղ խոսքը, չենք կարող ճիշտ հասկանալ այս տեքստը։ Չէ՞։ Ուրեմն առաջի հերթին պատմությունը։ Ինչի մասին խոսացվեց այստեղ։ Մենք ձեզ հետ բազմիցս խոսացել ենք արդեն, որ իրականում արիացիների կրոնական սուրբ գրվածքները իրենք շատ բազմազան են եւ իրենք բաղկացած են 4 վեդաներից, ուպանիշադներից, պուրանաներից, հա, եւ Բհագավատամից։ Այս 4 մասը իրենցից ամեն մեկը նախատեսված է հոգեվոր փուլերի համար։ 4 վեդաները դա զոհագործությունների արվեստն է եւ ինքը նախատեսված է կարմա յոգայի, այսինքն այդ հոգեվոր կյանքի առաջի փուլի համար, որտեղ կենդանիակը ինքը կարգավորում է իր նյութական գոյությունը եւ անում է դա զոհագործությունների միջոցով։ Այսինքն առաջի քայլը, որ անում է կենդանիակը, դա կայանում է նրանում, որ ինքը դուրս է գալիս մրցակցության եւ թշնամանքի դաշտից, հա, եւ մտնում է իր ցանկությունները զոհագործությունների միջոցով բավարարելու գործընթացի մեջ, որտեղ ինքը արդեն կամաց-կամաց սովորում է համագործակցել մարդկանց հետ եւ դա կոչվում է առաքինության գոյավիճակ։ Այս դրա համար նախատեսված են 4 վեդաները։ Ուպանիշադները իրենք նախատեսված են ասացագրում ստանալու համար, հա, այսինքն դա պրակտիկա է, որտեղ նկարագրվում է, թե կենդանիակը ինքը ինչպես պիտի կարողանա, ինչի մասին պիտի մտածի, ինչով պետք է զբաղված լինի, որպեսզի զարգացնի իրական հրաժարում։ Պուրանաները իրենք նախատեսված են գերհոգին իրականացնելու համար եւ այդտեղ բազմաթիվ պատմություններ են, թե տարբեր տեսակի յոգերը իրանք ինչպես են հանդիպել գերհոգուն։ Եվ Շիմադ Բհագավատամը ինքը արդեն խոսում է Գերագույն Աստվածավորության հետ հարաբերությունների մասին, այն ինչ որ մենք ձեզ հետ քննարկում ենք, հա, եւ ինքը բերում է կենդանիակին վերջնական իրականացման։ Հիմա, այստեղ ասվեց, որ վեդաները ուսումնասիրելու համար, տեսեք, որ ինքը լայնածավալ է, էլի, եւ բնականաբար իհարկե, բոլոր վեդաները ուսումնասիրելու համար կենդանիակին պետք են կյանքեր, որովհետեւ այդ ամեն մի փուլում կենդանիակը այնպես չի, որ ինքը հենց մտավ այդ փուլ մի կյանքում ինքը ուրեմն այսպես հալած յուղի պես իրականանում է, իհարկե ոչ, մենակ այդ բարոյականության դաշտում կենդանիակը տասնյակ ծնունդներ է ունենում, որովհետև շուռայից կամ չէ այդ ստրուկից, հա, հույսով եմ, որ մենք արդեն հասկացել ենք ստրուկ բառը, որն է արիացիների նկատմամբ, հա, ուրեմն ստրուկի կարգավիճակից մինչև արքա։ Այնքը այդ դաշտում վեդաների հիմքի վրա այսպես բարձրանալով, ծնվելով էվոլյուցիայի, հոգեվոր էվոլյուցիայի ճանապարհն է անցնում եւ դա տևում է տասնյակ կյանքեր։ Հասկանում եք։ Հետո գալիս է իմաստության աստիճանը։ Այնպես չի, չէ, որ մի կյանքում ազնվորությունը ինքը միանգամից դառնում է եսիմիջ իմաստուն։ Դա այդպես չի։ Հրաժարումը ինքը տատանումներ է տալիս, քանի դեռ կենդանիակի գիտակցության մեջ կա նյութական արժեքներ, չէ՞, եւ դա էլ մի քանի կյանք է պահանջում։ Հետո գալիս է յոգան, հա, հասկանում եք, ասենք յոգայում արդեն մենք կարող ենք ասել, որ այդտեղ ինքը կարող է մի կյանքում, որովհետև ազնվորությունները, որոնք իրանք արդեն յոգայի process-ի մեջ պիտի մտնեն, այդ ինչ որ մենք կոչում ենք յոգա, էլի, թե չէ իրականում այդ բոլոր ճանապարհներն էլ իրանք յոգա են, կարմա յոգա, գյանա յոգա, դհյանա յոգա, բhakti յոգա, իրանք բոլորը յոգա են, այսինքն գերագույն աստվածավորության հետ կապը վերականգնող գործընթացներ են, չէ՞։ Բայց այն ինչ որ մենք սովորաբար կոչում ենք յոգա, այդտեղ մենք կարող ենք ասել, որտեղ իրական յոգերը իրանք ծնվում են ոսկե դարաշրջանում։ Բայց դա էլ չէ, այդ ծնունդն էլ չէ, դու պիտի վաստակես։ Այսինքն դու պետք է ունենաս
մաքրամաքուր բարոյականություն քո մեջ, շատ մաքուր անձնավորություն պիտի լինես, հա, պետք է իրականացնես հրաժարումը, այսինքն շատ բարձր մակարդակի իմաստուն լինես, որպեսզի ծնվես ոսկե դարաշրջանում եւ զբաղվես յոգայով, որի հետևանքով գալիս եւ հանդիպում ես Գերագույն Աստծո անձնավորությանը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն այդ գրվածքները իրանք դրա պարզ է, որ դրա ուսումնասիրությունը դա կյանքեր է տևում։ Եվ դրա համար այստեղ Ութթավան ինքը ասեց. «Իստեր Շրի Կրիշնային այդ ամեն ինչը հասկանալու համար բավական էր, որ ինքը մի անգամ լսեր»։ Դա պարզ է, չէ՞, ինքը Գերագույն Աստծո ազնվորությունն է, բայց ոնց որ ասենք, ինքը կյանքեր չի ծախսում, բայց այդ օրինակը ցույց է տալիս, որ արիացին կամ առաստված գնացողը, որտեղ արիացի նշանակում է ոչ թե գոռոզ զինվոր, այլ առաստված գնացող, որի հիմնական հիմքը դա համեստությունն ու խոնարհությունն է։ Հիմա եւ բռնությունից ազատ վիճակը եւ համբերատարությունը, հասկանում եք, աննախողության հետ դա ոչ մի կապ չունի։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ օրինակը ցույց տվեց, հա? Ինչպես եղավ ընդհանրապես, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը դարձավ Սանդիպանիմունի աշակերտը։ Հիմա այսա ինքը մեր համար անընկալելի ընդհանրապես երևույթ է։ Չէ՞, տեսեք օրինակ։ Բոլոր քրիստոնյաների մոտ հարց է առաջանում, թե որտեղ է եղել Հիսուսը 14 տարեկանից մինչև 30 տարեկան։ Եվ այդ հարցը, իրականում այդ հարցի պատասխանը կա։ Ես վստահ եմ, որ այդ հարցի պատասխանը գտնվում է Վատիկանում։ Բայց եւ վստահ եմ, որ քանի դեռ կա քրիստոնեությունը որպես բան, կազմակերպված կրոն, այդ ճշմարտությունը երբեք չի հայտարարվելու։ Կամ ես չգիտեմ ինչ հրաշք պիտի լինի, էլի որ դա բացահայտվի։ Ինչու՞։ Որովհետև տեսությունը ինքը հայտարարում է, որ Հիսուսը ինքը Աստծո որդի է։ Կարծում եմ, որ արական գաղափարախոսության մեջ հաստատված մարդիկ իրանք բոլորը հասկանում են, որ Հիսուսը ինչ-որտեղ ինչ-որ բան է սովորել։ Դա թաքցվում է։ Ինչու՞։ Թաքցվում է, որովհետև սովորական մարդու համար դա անընկալելի գաղափար է, այսինքն ոչ թե Աստծո որդին այդ ումից է սովորել, այդ ով այդքան կար, որ Աստծո որդուն սովորացներ։ Հա, եւ մենք հիմա տեսնում ենք, թե ինչպիսի պարզությամբ են դրա մասին խոսում արիացիները։ Ինչու՞։ Որովհետև գաղափարը ինքը շատ պարզ է, եւ Գերագույն Աստծո անձնավորությունը եւ նրա մաքուր նվիրալները իրենք գալիս են այս աշխարհ, որպիսի օրինակ ցույց տան մարդկանց։ Եվ այդ օրինակը ցույց տալու համար իրենք կարող են եւ ուսուցիչ ընդունեն, եւ ծառա լինեն, եւ ինչ դեր ասես կարող են վերցնել։ Հասկանում եք, որպիսի ցույց տան, որ այսա այսպես է։ Այսպես պիտի արվի, հա, հիմա այդ տեսանկյունից, չէ, իհարկե մենք, այմա եթե օրինակ ասենք, ցանկացած ուրիշ կրոնականության մարդու տվեք այս տեքստը եւ ասեք այստեղ գրված է, որ Աստված ինքը երբ որ գտնվում էր մեր մոլորակի վրա, իր համար հոգեվոր ուսուցիչ է ընդունել։ Ցանկացած մարդ կասի այդպիսի բան լինել չի կարող, որտեղ Աստված ամեն ինչ գիտի։ Հասկանում եք, եւ տրամաբանությունը ինքը հենց այդպես էլ թելադրում է, որ այո, իհարկե, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ամեն ինչ գիտի, ինքը ինչ կարող էր սովորել Սանդիպանիմունիից։ Հասկանում եք, բայց ինքը եկել էր ինչ որ օրինակներ ցույց տալու, ինքը եկել էր ինչ որ խնդիրներ լուծելու, եւ այ երբ որ մենք նայում ենք իր նպատակների տեսանկյունից, հա, միանգամից հասկանալի է դառնում, որ ինքը սովորել է ոչ թե որովհետև գիտելիքի պակաս ուներ, այլ որովհետև ինքը օրինակ է ցույց տվել։ Ինչպես ես այստեղ կհանդգնեմ իմ անձնական կարծիքը ասեմ, հա, թողներ են ինձ բոլոր քրիստոնյաները, եթե դուք ինձ հետ համաձայն չեք լինում, խնդրում եմ մի ջղայնացեք իմ վրա
Ես իրավունք ունեմ ունենալ իմ կարծիքը, ինչպես դուք իրավունք ունեք ունենալ ձերը։ Չէ՞։ Ես խորապես համոզված եմ, որ եթե ճշմարտությունը ինքը դուրս գա, եւ քրիստոնյաները երբևիցե համարձակություն ունենան հրապարակել, թե որտեղ է եղել Հիսուսը, չէ՞, եւ ինչով է ինքը այնտեղ զբաղվել, մենք կստանայինք մի հատ շատ հետաքրքիր թեմա, որ Հիսուսը ինքը իրականում մատնանշել է, թե այն գիտելիքը, որը ինքը հիմա բաժանում է, այդ գիտելիքը որտեղ ինքը ծաղկոտի վիճակով որտեղ է ապրում։ Բայց իհարկե, երբ որ նպատակը հոգևորը չի, հասկանում եք, մոտավորապես դուք պատկերացնում եք, թե ասենք մուսուլմանության, որպես մուսուլմանության կենտրոն եւ քրիստոնեության կենտրոն, ասենք, Իսրայելը ինքը ընդհանրապես ինչ փողեր է աշխատում։ Մոտավորապես պատկերացնում եք, հա? Կամ ասենք այս պահին ինքը ինչպիսի ազդեցություն ունի աշխարհում, երբ որ ակնհայտ ցուցադրում է, չէ, որ այդպիսի գեր պետություն չկա, որը իր թիկունքին կանգնած չի։ Դա ինչի հաշվին է թիկունքին կանգնած, որովհետև ղեկավարները հենց իրանք են։ Այսինքն իրանք վերցրել են այդ երկրների իշխանությունը։ Հասկանում եք, եւ այդ տեսանկյունից պրագմատիկ է պետք լինել, էլի։ Ոնց կարող է իրանք թույլ տան, որպեսզի էկոնոմիկի կենտրոնը տեղափոխվի Իսրայելից ինչ-որ մի ուրիշ տեղ։ Ով այդպիսի բան թույլ կտա։ Պետք է պրագմատիկ լինել, հասկանում եք, այդ սենտիմենտալ բաների մեջից պետք է դուրս գալ։ Իհարկե ոչ մեկ թույլ չի տա։ Հասկանում եք, եւ դրա համար եմ ես վստահ ասում, որ երբեք այդ ճշմարտությունը ինքը չի հայտարարվի։ Դա կարող է հայտարարվել միայն այն դեպքում, եթե, չգիտեմ, քրիստոնեությանը ինչ որ այդպես էլի վերջնական ինչ որ այնպիսի մի բան կատարվի, որ քրիստոնեությունը պիտի վերջանա, նոր այդ արխիվները կբացեն, կհրապարակեն եսիմիջ եւ մեկ էլ շատ հետաքրքիր բաներ կիմանանք Հիսուսի մասին։ Հասկանում եք։ Եվ այս ամեն ինչը մենք պիտի հասկանանք, որ ցանկացած հոգևոր բան, ինքը հենց որ մտնում է նյութական աշխարհ, հատկապես աստվածամերժության դարաշրջան, չէ՞, ինքը ինչ-որ մի հատ լրիվ ուրիշ տեսք է ձեռք բերում։ Աստվածամերժության դարաշրջանը ճշմարտության դեմ հոգիների դարաշրջանն է։ Այստեղ առաջի բանը, որ խեղդում են, դա ճշմարտությունն է։ Հասկանում եք։ Եվ այս բաները մենք պիտի հասկանանք, էլի, որ այստեղ շատ պրագմատիկ բաներ կա, որտեղ հիմա հնչեց մեզ համար ահավոր անսովոր մի գաղափար։ Գերագույն Աստծո անձնավորությունը ընդունեց հոգևոր ուսուցիչ։ Հա, բայց դրա հետ մեկտեղ անմիջապես ասվեց, որ այն ինչի վրա որ կենդանիակները կյանքեր են վատնում, որպեսզի հասկանան, ինքը հասկացավ միանգամից։ Դա ինչ էր նշանակում։ Հա, ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը իրականում այն գիտելիքի կարիքը չուներ, որտեղ ինքը մի անգամ լսեց, ու ասեց, որ լավ, ինքը չասեց, էլի, սանցիպանի մույն ասեց, լավ, ես ամեն ինչ հասկացա։ Բայց նրան հետևեց մի ուրիշ բան, այսինքն հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բոլոր արիացիներին ցույց տվեց հոգևոր ուսուցիչ ընդունելու կարևորությունը։ Հասկանում եք, մենք բոլորս անխտիր։ Միշտ, երբ որ տեսնում եք անձնավորության, որի հոգևոր կյանքը հենված է միայն իր հնարավորությունների վրա, ես մտածեցի, հասկացա, ես ասկեզա արեցի, ստացա, ես չգիտեմ, ես արեցի, ես ինչ եղավ, հա, այդ ես, միշտ պիտի հասկանանք, որ դա խոնարհությունից զուրկ անձնավորություն է, որի պրակտիկան ինքը հենված է, այսպես էլի փափուկ, բաներիս ես փափուկ գոռոզության վրա։ Հասկանում եք, որտեղ իր համար ամենակարևորը դա է, որ ինքն է հասել։ Ինչու, որտեղ այո, որ ինքը դուրս է գալիս որպես օրինակ, ինքը լինում է երկրպագության օբյեկտը, որտեղ ինքն է հասել։ Հասկանում եք։ Իսկ երբ որ ասենք անձնավորությունը ինքը ընդունում է հոգևոր ուսուցիչ, չէ՞, միշտ իր ճանապարհը ինքը խոսում է ընդհանրապես մի բանի մասին,
որի մեջ կանգնած էր մի անձնավորություն, որը կարողացել է շատ գրագետ կերպով ինձ անցկացնել հոգևոր ճանապարհը։ Եվ այստեղ մենք միանգամից հասկանում ենք, որ դա խոնարհության եւ համեստության սիմպտոմ է, եւ որ անձնավորությունը ինքը ունի հոգևոր ուսուցիչ։ Հա, եւ դա նշանակում է, որ հնարավոր չի, հասկանում եք, որ անձնավորությունը ինքը ասեց իր սրտում իրական հոգևոր ուսուցիչ ընդունելը, մենք հիմա այդ հոգևոր բանի առաջընթացի կանոնները շիքշամրիտայով նայում ենք, չէ, Մաքսիմլիան Թակուրի շաբաթօրերը, չէ, եւ այնտեղ մենք դիտարկում ենք ինչ է նշանակում իրական հոգևոր ուսուցիչ ընդունելը, ինչ է նշանակում իրական հոգևոր ուսուցիչ, ինչ է նշանակում իրական աշակերտ եւ ինչքան գեղեցիկ են նրանց մեջ տեղի ունեցող ուրեմն հարաբերությունները, չէ։ Ուրեմն Տեր Քրիստոսն ինքը առաջի հերթին հոգևոր ուսուցիչ ընդունեց, ոչ թե որովհետև ինքը գիտելիքի պակաս ուներ, այլ որովհետև ինքը օրինակ էր ցույց տալիս, որն է իրական կրոնական մարդը։ Իրական հոգևոր մարդը միշտ ունի հոգևոր ուսուցիչ։ Հասկանում եք, ես դրա համար եմ ասում էլի, որ կնունքը ինքը չի կարող ավարտվի հենց կնունքի օրը։ Եվ մարդը մեկ էլ մինչև իր կյանքի վերջ այլևս երբեք չտեսնի այն տերտերին, որը իրան կնքել է։ Դա հարաբերություններ են, որոնք պետք է այսպես զուգորդեն մեր կյանքը, մեր ամբողջ կյանքի ընթացքում, ինքը պետք է դառնա մեր հոգևոր ուսուցիչը քրիստոնեության մեջ։ Հասկանում եք, եւ որ այն ազնվորությունը, որը ձեզ կնքել է, դուք պետք է մշտապես իր հետ շփվեք եւ այդ ընտրել նրան, ով կնքում է ձեզ, դա չի արվում մենակ նրանով, որ ինքը սև շոր է հագած եւ խաչ կախած։ Հասկանում եք, դուք պետք է նայեք ինքը հոգևոր ինչ մակարդակ ունի, ինքը ինչպիսի անձնավորություն է, ինչքան առաքինություն ունի, ինչքան քաջատեղյակ է քրիստոնեության տեսության մեջ, ինչպես կարող է առաջնորդել ձեր երեխաներին հետագայում իրենց ամբողջ կյանքի ընթացքում լինել գլխավոր խորհրդատուն։ Եվ որ դուք գտնում եք այդպիսի քահանային, հասկանում եք, իր մոտ էլ պետք է կնքվել։ Եվ դա կլինի այդ բանը, որ ես ընդունեցի հոգևոր ուսուցիչ։ Հասկանում եք, իսկ եթե եւ ասենք հիմա այդ քահանան էլ բոլոր այն երեխաներին, որոնց ինքը կնքել է, երբ որ գալիս է իրանց տարիքը, ինքը կարող է գոնե շաբաթը մի անգամ կազմակերպել հանդիպումներ, հա, այդտեղ կարդալ իրենց համար դասախոսություններ թեմաներով, լսել նրանց հարցերը, տալ պատասխաններ, այսինքն տանել մարդուն քրիստոնեության ճանապարհով։ Դա արիացիների մշակույթն է եւ ես կարծում եմ, որ պրոստը իմенно այդ մշակույթը կարելի է վերցնել, էլի, ինչու՞ չվերցնել այն, ինչը որ ճիշտ է, այն ինչ որ կարող է հզորացնել, այն ինչ որ կարող է մարդուն դարձնել իրական հոգևոր մարդ, այլ ոչ թե ձևականություն։ Եկա կանգնեցի ինձ համար մի հատ բացարձակ օտար մարդուց քարոզ լսեցի 15 րոպե, թողեցի գնացի իմ նյութական կյանքով լի ատելություններով, կապվածություններով, տրփանքով, եսի միջով ագահությամբ եսի միջով ապրելու։ Այդպիսի հոգևոր կյանք գոյություն չունի։ Դա ձևականություն է։ Հասկանում եք, եւ Տեր Քրիստոսն ինքը այդ օրինակը ցույց տվեց։ Ինքը բայց համել այնպիսի օրինակ ցույց տվեց, որ բոլորը հասկանան, որ ինքը սովորական մարդ չի։ Բայց որ հոգևոր ուսուցիչ պարտադիր է ընդունելը, ինքը դա մեզ բոլորիս ցույց տվեց։ Հասկանում եք, որ բոլորս պիտի ունենանք հոգևոր ուսուցիչ, որի գաղափարախոսությունը մեզ համար հոգեհարազատ է, կամ ոչ թե եթե նույնիսկ հոգեհարազատ չի, համապատասխանում է մեր զարգացման աստիճանին։ Հասկանում եք։ Եվ այլն եւ այլն։ Հիմա սիրելիներ, չէ, եւ հաջորդ խնդիրը դա նա էր, որ շատ հետաքրքիր բան ասվեց, որ որպես շնորհակալություն, հա, ինքը Տեր Քրիստոսն իր եղբոր հետ, ուրեմն մահվան կիսաստծու մոտից վերադարձրեցին իրենց հոգևոր ուսուցչին իր մահացած որդուն։ Սա շատ հետաքրքիր ուրեմն քննարկելու թեմա է, չէ՞։ Ով էր Սանդիպանի Մունին։ Սանդիպանի Մունին ինքը շատ մեծ իմաստուն էր,
շատ հզոր բրահմաներ, այսինքն շատ հզոր հոգևորականներ, եւ ինքը շատ հայտնի հոգևոր ուսուցիչ էր։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը, երբ որ ինքը հենց իմինը Սանդիպանի մունին ընտրեց իր համար որպես հոգևոր ուսուցիչ, դա ինքը հատուկ բան էր նշանակում, որ ինքը հատուկ ձևով է վերաբերվում Սանդիպանի մունիին։ Ինչպես տեղի ունեցավ այդ իրականությունը։ Երբ որ Տեր Շիկրիշտան ինքը հեռացավ Վրինդավանից, այսինքն հեռացավ Նանդ Մահարաջից եւ Մայր Յաշոդայից, որոնք իրան մեծացնում էին, մտածելով, որ ինքը իրաց տղան է։ Որովհետեւ այնտեղ բաներ կան էլի, որը մենք հետագայում կքննարկենք։ Այս պահին Նանդ Մահարաջը եւ Մամա Յաշոդան իրանք Կրիշնային համարում էին իրենց որդի, որտեղ Վասուդևան տարավ Տեր Շիկրիշնայինի, թե հիշում եք, դա արդեն պատմել եմ։ Եվ որ Տեր Շիկրիշնան ինքը վերադարձավ Մաթուրա, այսինքն որտեղ որ ապրում էին իր այսպես կոչված կենսաբանական մայրն ու հայրը, հա, Վասուդևան եւ Դևակին։ Վասուդևան ինքը դիմեց Նանդ Մահարաջին խնդրանքով, որպեսզի Նանդ Մահարաջը թույլ տա, որ Տեր Շիկրիշնան ինքը ստանա համապատասխան կրթություն, որպեսզի համարվի արժանապատիվ քշատրի, այսինքն զինվորական իշխանավոր զինվորական խավից, հա։ Ինչու՞ն է խնդիրը։ Խնդիրը կայանում է նրանում, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը երբ որ գնաց Վրինդավանը ինքը գյուղացիների տարածք էր, այսինքն դա գյուղացիների համայնք էր, որտեղ Նանդ Մահարաջ ինքը արքան էր։ Եվ այդտեղ մենք հասկանում ենք, որ ինչ-որ հատուկ ուսման կարիք չկար։ Քրիշտան ինքը լավ կովեր արածացնել գիտեր, հասկանում եք, որտեղ ասենք այդտեղ գյուղատնտեսության մեջ ինչ են անում, ցանում են, բանում են եւ կենդանիներ են, չէ՞, պահում։ Տղամարդիկ սովորաբար զբաղվում էին կենդանիներով, բուսականությամբ զբաղվում էին ոնց որ թե կանայք։ Մենակ փորելներ տղամարդկանց գործը ցուրերի հետ միասին։ Հա։ Հիմա երբ որ ինքը եկավ Մաթուրա, չէ՞, ինքը այնտեղ արդեն, այսինքն Վասուդևա եւ Դևակին իրանք հասկանում էին, որ Քրիշտան այլևս չի վերադառնալու Վրինդավան, որտեղ Վրինդավանը ինքը բան էլի այդ պարզամիտ հավատի աշխարհն է։ Երբ որ կենդանիակը ինքը արդեն գիտելիքի կարիք չունի, որ Աստծուն հավատա։ Ինքը ուղղակի նայում է Տեր Շիկրիշտային կամ նայում է Գերագույն Աստծո ազնվորությանը եւ գնահատում է կապվածության համար որպես ամենաբարձրագույն օբյեկտ։ Հասկանում եք։ Իսկ Մաթուրան դա տրանսցենդենտալ գիտելիքի տարածքն է, չէ՞։ Եվ հիմա երբ որ արդեն այդ Քրիստոսի գիտակցությունը, այսինքն աստվածային գիտակցությունը ինքը մեծացավ, ամրացավ, ինքը եկավ այստեղ ամեն ինչ իր տեղը դնելու։ Եվ առաջի հարցը, որը բարձրացրեց իր կենսաբանական հայրը, դա այդ էր, որ հիմա այստեղ Տեր Շիկրիշնային ինքը իշխանավորի կրթություն է պետք, որպեսզի ինքը հետագայում կարողանա նստի գահին։ Ուրեմն այդ ժամանակ Տեր Շիկրիշտան ու Բալարաման իրանք գնացին մի վայր, որը կոչվում էր Ավանտիպուրի, հա, այդ Ավանտիպուրին ինքը քաղաք էր եւ գտան այնտեղ Սանդիպանի մունին։ Սանդիպանի մունին ինքը շատ հետաքրքիր հոգևոր ուսուցիչ էր, որը ինքը տիրապետում էր վեդայական ուսմունքին, վեդայական գիտելիքին, բայց եւ շատ հզոր միստիկական ուժեր ուներ։ Ինքը անունը Սանդիպանի մունի խոսում է նրա մասին, որ բանել Սանդիպանի նշանակում է тот, кто разжигает, հա, այսինքն նա ով որ բան է անում, էլի վառում է գիտելիքի ջահը, այսպես կարող եք ասել, էլի, այսինքն նա ով որ ինքը բարձրացնում է բանականությունը դեպի այդ լուսավորվածություն, հասկանում եք, որտեվ deep, ինքը Սանդիպանի, չէ, սամ deep, այդ deep բանը գլագոլ հայերեն չգիտեմ ոնց է, ինչ որ գործողություն է ցույց տալիս, հա, այդ deep բառը ինքը
նշանակում է բան էլի զարժեց սվետ, վառել լույսը, հա? Եվ իրականում ինքը հենց այդպես էր, Սանդիպանիմունին ինքը հայտնի էր որպես մի ազնվորություն, որի մոտ բոլոր աշակերտները շատ արագ կարողանում էին զարգանալ, հա? Ասվեց, որ այդպես է ասվում ապարատայում, որ Տեր-Շի Կրիշնան ինքը Բալարամայի հետ միասին ընդամենը 64 օրում սովորեցին ամբողջ վեդայական գիտելիքը, երբ որ ասենք մնացածները այդ ամեն ինչը տարիներ շարունակ ուսումնասիրում էին, որպեսզի այդտեղ դառնային գոնե մի քիչ գիտակ, հա? Եվ ուրեմն սովորեցին։ Հիմա արական քաղաքակրթության մեջ կար այսպիսի սովորություն։ Երբ որ երեխային հանձնում էին հոգևորությունին, ընթացքում պարզ է, որ ասենք հոգևորությունին վարձատրում էին այդ ուրեմն կրթելու համար, չէ՞։ Վերջում, երբ որ ինքը կրթությունը ավարտվում էր, կար մի այդպիսի երևույթ, որը կոչվում էր դակշինա։ Ինչ է նշանակում դակշինա։ Այսինքն աշակերտը ինքը մոտենում էր հոգևորությունին եւ ասում էր, ինչ ես դու ուզում, որ ես անեմ քո համար, որպես իմ վերջնական հատուցում, իմ ուսումնական ճանապարհի համար։ Հասկանում եք, այսինքն համ ընթացքում էին վարձատրվում հոգևորությունիչները, համ վերջում, երբ որ արդեն ավարտվեց ուսումը, աշակերտը ինքը ծնողները աշակերտի հետ միասին իրանք այդ բանով մոտենում էին ուսուցչին, որ ինչ կարող ենք մենք անել այսպես էլի որպես վերջնական, այ հրաժեշտ տալու որպես վերջնական, ինչ ցանկություն ունես դու։ Հա? Եվ այստեղ, հա, ուրեմն Սանդիպանիմունին ինչպես հասկանում ենք, ինքը որպես դակշինա կամ որպես այդ վերջի անձա Կրիշնայից եւ Բալարամայից պահանջեց, որպեսզի իրանք վերադարձնեն իրա մահացած որդուն։ Հիմա պատկերացրեք, հա, ասենք պատկերացրեք, որ դուք օրինակ հոգևոր ուսուցիչ եք եւ ասենք ինչ որ կենթանիակներ գալիս են, ինչ որ մարդիկ գալիս են ձեր մոտ սովորելու եւ երբ որ իրանք ասում են իսկ ինչ կուզենայիք որ մենք ձեր համար անեինք, դուք այսպես հանգիստ նայեք այդ աշակերտի աչքերին, ասեիք ուզում եմ Լուսինը ինձ համար իջացնեք։ Հասկանում եք, բայց ինքը Սանդիպանիմունի խնդրանքը արդեն խոսում է նրա մասին, որ Սանդիպանիմունին ինքը շատ լավ հասկանում էր, թե ինքը ում հետ գործ ունի, չէ՞, որովհետև կոպիտ ասած, այն աշխարհից ինչ որ մեկին հետ բերելը, հասկանում եք, դա կարող էր անել միայն եւ միայն Գերագույն Աստծո ազնվորությունը։ Ուրեմն մի կողմից Սանդիպանիմունին ինքը մի հատ այնպիսի ցանկություն հայտնեց, չէ, որ բոլոր այն ժամանակվա ապրողների համար պարզ լինի, թե ով է Կրիշնան, որ ինքը նույնիսկ մահվան Աստծո վրա իշխանություն ունի եւ կարող է մահվան Աստծուց պահանջել այս ինչ հոգուն վերադարձրու։ Հասկանում եք։ Եվ մենք կարողանում ենք տեսնել, կգրեք հա, հասկացաք, չէ՞։ Այսինքն ինքը խնդրանքը ինքը արդեն Սանդիպանիմունին ցույց էր տալիս, որ Կրիշնայի դիրքը իրանից ավելի բարձր է, որովհետև ինքը որպես հոգևոր այստեղ հատուկ նշվում է, որ Սանդիպանիմունին ինքը շատ հզոր միստիկ էր, այսինքն գերբնական ուժերի տեր։ Սովորաբար գերբնական ուժերի տեր արիացիները իրենք, այդպես եթե ես լեզվով ասեմ, մահվան հետ շատ հետաքրքիր խաղեր էին տալիս, հասկանում եք։ Մենք ձեզ հետ դեռ կհանդիպենք այդպիսի քրմերի, որոնք իրենք ունեին այնպիսի հեղուկ, որ երբ որ պատերազմ էր գնում, իրանք հանգիստ համաձայնվում էին, որ հա գնացեք կռվեք, ոչ մի խնդիր չկա, որտեվ միայն գլուխը տեղը լիներ։ Այ եթե գլուխը տեղն է, երբ ուզում է մահացած լիներ, ինչ ուզում է եղած լիներ, իրանք այդ դիակը դնում էին այդ հեղուկի մեջ, մարդիկ կենթանանում էր։
Հասկանում եք, այսինքն, գիտատեխնիկական զարգացումը այնտեղ բավականին բարձր էր։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ քրմերը իրանք շատ հետաքրքիր հզորություններ ունեին։ Մենք դեռ պատմություն կունենանք, երբ որ քրմերը իրենք կարողացան դիակի միջոցով գերագույն աստծո ազնվորությանը կանչել։ Երբ որ պետք էր հայկական քաղաքակրթությունը փրկել, որտեղ ծայրահեղ վիճակում էր հայտնվել։ Հասկանում եք, այսինքն քրմերը իրանք քրմեր կային, որոնց համար այդ մահից այս կողմ են կողմ տանել բերել, այդ ընդհանրապես խնդիր չէր իրանց համար։ Նո, այստեղ ես ստիպված եմ ասել, էլի, որ երբ որ մենք ծանոթանում ենք արիացիների, ասենք պատմության հետ, չէ, մենք տեսնում ենք, որ թողնիզներ են, բայց Հիսուսը միակը չի եղել, որ կարողանում էր մահացած մարդկանց կենդանացնել։ Այդպիսի պատմություններ այսպես սփռված են ամբողջ վեդայական գրականության մեջ։ Հիմա ծերիներս, չէ՞, եւ ուրեմն այստեղ Սանդիպան Մունիի խնդրանքը ինքը արդեն խոսում էր նրա մասին, որ իր գերբնական ուժերը չի հերիք է, որպեսզի ինքը կարողանա իր տղային պաշտպանի եւ իր տղան չմահանա։ Բայց ինքը գիտի, որ Տեր Կրիշնան ինքը իշխանություն ունի մահվան աստծո վրա, որտեղ այն աշխարհից էլ բերել ոչ մեկի չի կարող են աշխարհից հետ բերի, եթե Յամարաջը չի համաձայնվել։ Հասկանում եք, հիմա Ութավան Վիդուրային, որը ինքը հենց Յամարաջն է, չէ՞, անեցկստացած Յամարաջն է, Վիդուրային հիշեցնում է հենց իր հետ կապված դեպքերը։ Հասկանում եք։ Հիմա չիներս, չէ՞։ Ուրեմն Սանդիպանի Մունիի տղան ինքը շատ երիտասարդ էր, դեռ գտնվում էր այդ տարիքում, երբ արիացի տղամարդիկ իրենք դեռ ընդհանրապես սեռական հարաբերություն չեն ունեցել եւ այդ վիճակը ինքը կոչվում էր բրահմաչարի, այսինքն էլի ազնվորություն, որը ինքը ընդհանրապես դեռ ոչ մի սեռական կապի մեջ ոչ մեկի հետ չի եղել, չէ՞։ Եվ երբ որ ինքը բաներ, յունի էլի ոնց այրեն դա երիտասարդ էր, նոնի մալադոյ, այմինը յունի, այդ 15-16 էլի, հա, ուրեմն ինքը երբ որ բան էր անում, սրբավայրերն էր ման գալիս, ինչպես հիմա Վիդուրանն է ման գալի, հա, իրան ուրեմն բռնեց մի դեմոն, որի անունն էր Պանչանջանը։ Եվ ինքը, երբ որ ինքը պես օվկիանոսի ափով էր գնում, այդ դեմոնը իրան բռնեց եւ քաշեց ջրի տակ։ Ասվում է, որ այդ դեմոնը ինքը ապրում էր հսկայական մի հատ բանի մեջ, ասենք խեցիի մեջ, հա, այսինքն երբ որ դուրս էր գալի այդ խեցիի մեջից ինքը մեծանում էր, հետո երբ որ մտնում էր խեցիի մեջ, այդ խեցիի մեջ էր ապրում։ Եվ ուրեմն ինքը այդ երիտասարդին սպանեց եւ փաստացի տարավ այդ երիտասարդի մարմինը այդպես ջրի տակ եւ Սանդիպանի Մունին ինքը նույնիսկ դիակ չուներ, որպեսզի ասենք բանելի մահվան ծիսակատարությունները կատարվեր, որտեղ արիացիները իրենք չէին թաղում, իրենք այրում էին։ Եվ երբ որ ուրեմն Տեր Կրիշնան ինքը ավարտեցին Բալարամայի հետ միասին, ավարտեցին ուսումը եւ մոտեցան իրենց ուսուցչին եւ ասեցին ասա ինչ կուզեին որ մենք բավարանեինք, Սանդիպանի Մունին ինքը ասեց, եթե կարող եք վերադարձրեք ինձ իմ տղային կամ գոնե նրա հոգին, հա։ Տեր Կրիշնան եւ Բալարաման իրանք նկարագրվում է, որ գնացին եւ մտան օվկիանոսի մեջ։ Այնտեղ իրանք գտան այդ դեմոնին եւ սպանեցին։ Բայց տղայի դիակը այդպես էլ չգտան։ Հա? Եվ այդ ժամանակ ուրեմն Տեր Կրիշնան ինքը հանդիպեց օվկիանոսի աստվածին, որի անուններից մեկն է Սամուդրադևա, հա, եւ ուրեմն ասեց իրան, որ եւ այդ եւ բանի օվկիանոսի աստվածը ինքը
տեղյակ պահեց Տեր Կրիշնային, որ իրականում այդ երեխայի հոգին տարել են արդեն ուրեմն Յամարաջի արքայություն, այսինքն բանել ստորգետնյա աշխարհներ։ Եվ այդ ժամանակ ուրեմն Տեր Կրիշնան ինքը անմիջապես ուղղվեց ստորգետնյա աշխարհներ։ Եվ երբ որ հանդիպեց Վահվան Կիսա Աստծուն, ինքը ասեց. ես Գերագույն Աստծո ազնվորությունն եմ, վերադարձրու ինձ Սանդիպանիմոնի որդուն, որովհետև դա ինձ պետք է։ Վահվան Կիսա Աստվածը ինքը միանգամից խոնարհվեց Տեր Կրիշնայի առաջ, եւ վերադարձրեց այդ տղային, Կրիշնան ինքը վերակենդանացրեց երեխային, հենց անմիջապես այդ դիակը ձեռքը եկավ կանգնեց Սանդիպանիմոնի առաջ եւ Սանդիպանիմոնի առաջ կենդանացրեց այդ երեխային, եւ դա ուրեմն իրականում բան չէ, շատ խորը իմաստներ ունեցող բան էր, Առաջի հերթին խոսում էր նրա մասին, որ աշակերտը ինչքան բարձր պիտի գնահատի այն ամենը, ինչ որ ինքը ստացել է իր հոգևոր ուսուցիչից, չէ՞, եւ ասենք այդ բարձր գնահատականը ինքը պետք է արտահայտի այնպես, որ կարող է հոգևոր ուսուցիչի համար անհնարին բաներ անել։ Եվ ես միշտ այստեղ անպայման պարտադիր պիտի սթափեցնեմ բոլորին, որովհետև այսպիսի խոսքեր լսելով է, որ ամեղ միամիտ մարդիկ իրանք գնում են եւ ընկնում են կեղծարարների ձեռքերը։ Հասկանում եք։ Այսինքն, ես բազմիցս արդեն քննարկել եմ, ուղղակի հիմա պիտի հիշացնեմ, երբեք այսպիսի պահերին ես թույլ չեմ տալու, որպեսզի դուք ընկնեք ֆանատիզմի գիրկը, չէ՞։ Ուրեմն առաջի խնդիրը կայանում է նրանում, որ հոգևոր ուսուցիչ ընդունելուց չի կարելի շտապել։ Պետք է համոզվել, որ դուք գործ ունեք իրական հոգևոր ուսուցչի հետ։ Երբ որ դուք գործ ունեք իրական հոգևոր ուսուցչի հետ, պետք է հասկանաք, որ ուզում է ազնվորությունը ինքը մաքուր տվյալ լինի, ուզում է սովորական կենդանիակ լինի, քանի դեռ ինքը ունի նյութական մարմին, նյութական մարմինը ինքը պահանջում է տնտեսություն, էկոնոմիկա։ Էկոնոմիկա է պահանջում, այսինքն հոգևոր ուսուցիչը նույնպես պիտի ուտի, պիտի տուն ունենա, հագնվի, չգիտեմ, եթե հատկապես ընտանիքավոր է, ուրեմն պարտականություններ էլ ունի, չէ՞։ Եվ աշակերտները իրանք դա պիտի հասկանան։ Այսինքն մի կողմից պիտի հասկացվի, որտեղ կա ծայրահեղություն։ Բոլոր ուսուցիչները սրիկա են, եթե դու ուզում ես ապացուցես, որ դու իրոք հոգևոր ուսուցիչ ես, դու պետք է պրոստը տակ բոլորին սովորացնես, որտեղ ուզում ես կեր, որտեղ ուզում ես քնի, ինչ ուզում ես արա։ Մենք միայն այդ դեպքում քեզ կընդունենք, որ դու սուրբ ես եւ իրավունք ունես սովորեցնես։ Հասկանում եք, սա սխալ պատկերացում է։ Իմ հոգևոր ուսուցիչը ինքը եղել է դատավոր, եղել է ամուսնացած, ունեցել է 11 երեխա, որից 2-ը եղել են մաքուր նվիրյալներ։ Հասկանում եք։ Եվ բնականաբար, ասենք, ինքը ահռելի մեծ քանակությամբ գրքեր է գրել եւ իր աշակերտները այդ ամեն ինչին ուրեմն աջակցել են, որպեսզի այդ ամեն ինչ դառնա հնարավոր, չէ՞։ Այսինքն մենք այդ երկու բաները պիտի տարանջատենք։ Դրա համար հոգևոր ուսուցիչ ընտրելուց միակ ձևը դա է, որ դուք չեք շտապում։ Չեք շտապում, էմոցիայի հիմքի վրա, քիթը դուրս եկավ, աչքի գույնը դուրս եկավ, խոսալու ձևը դուրս եկավ եւ դրա հիմքի վրա ես ընդունեցի հոգևոր ուսուցիչ, այդ դա անել չի կարելի։ Ոչ մի սենտիմենտալ զգացմունքի վրա չի կարելի ընդունել հոգևոր ուսուցիչ։ Պետք է գնահատվի հոգևոր ուսուցչի գիտելիքը, որովհետև աշակերտի համար ամենակարևորը դա հոգևոր ուսուցչի գիտելիքն է, որտեղ այդ գիտելիքի հիմքի վրա է, որ աշակերտը ինքը առաջ է գնում։ Հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ ուրեմն մենք այստեղ տեսնում ենք, որ Տեր Կրիշնան ինքը այդ բանը ցույց տվեց, որ հոգևոր ուսուցչի հանդեպ ընդհանրապես ինչպես է պետք ուրեմն բան անել, ինչպես է պետք վերաբերվել նրա հետ, հա, բայց մյուս կողմից էլ Սանդիպանիմոնին էլ իր հերթին ինքը միշտ Տեր Կրիշնային եւ Բալարամային այսպես յուրահատուկ
տեղ էր տալիս, հա, եւ մենք տեսնում ենք, որ այս պատմության մեջ Տեսի Կրիշնան ինքը ցույց տվեց, որ իրականում հոգին ինքը պետք է բարձրահատույց լինի հոգևոր ուսուցչին, բայց ոչ թե այնպես, որ ինքը ինչ է մտածում, այսա շատ հետաքրքիր կետ է, էլի, որ իրանք մոտենում էին հոգևոր ուսուցչին եւ ասում էին, ինչ ցանկություն ես դու ուզում, որ ես կատարեմ։ Հասկանում եք։ Եվ մենք տեսանք, որ Սանդիպանի Մունին ինքը մի հատ շատ տարօրինակ, շատ հետաքրքիր ցանկություն այլեց, չէ՞։ Այսինքն ինքը ինչ պիտի մտածեր Կրիշնայի մասին, որ ինքը Կրիշնային այսպես հանգիստ ասել իմ մեռած տղային վերադարձրեք ինձ։ Հա։ Եվ վստահ լինել, որ Տեսի Կրիշնան ինքը կարող է այդ մախարանքը կատարել։ Հասկանում եք, չէ՞ որ այստեղ բան չի, էլի։ Հիմա այս իմաստով մեր համար կարող է շատ հետաքրքիր լինել, թե ով է Սանդիպանի Մունիի տղան։ Հա, որ ով է ինքը, եւ ասենք այդ ինչն է, դա ինչ սկզբունքն էր, որ Սանդիպանի Մունին ուզեց, որպեսզի Տեսի Կրիշնան ինքը վերակենդանացնի։ Այսինքն տեսեք, Սանդիպանի Մունին ինքը հոգևոր էր, ինքը մի գերբնական հզորություններ ուներ, հա, եւ ամենահզոր ուսուցիչներից մեկն էր արական քաղաքակրթության, չէ՞։ Հիմա իր երեխան դա նա է, թե եւ Սանդիպանի Մունի նշանակում էր լույսը վառող, չէ՞։ Հիմա իր երեխան ինքը չի կարող հասարակ երեխա լինի։ Եվ այդ երեխայի անունը ինքը կարող էր մեզ հուշել, թե դա ինչ սկզբունքն էր, որ դեմոնները, այսինքն կենդանիակի մեջի արատը ոչնչացրեց այդ սկզբունքը, եւ որ կենդանիակը ինքը ընդունեց այդ համընդհանուր երանության գաղափարը, այդ սկզբունքը վերածնվեց, չէ՞։ Բայց այստեղ մենք դժվարության ենք հանդիպում, որտեղ սովորաբար սուրբ գրվածքներում արիացիների այդ երեխայի անունը չի տրվում։ Հասկանում եք։ Ասվում է միշտ Սանդիպանիի որդին։ Հա։ Սանդիպանիի որդին, բան երիտասարդ այդ բրահմաճարին, էլի, այսինքն մաքրություն պահող։ Հա։ Եվ այդ կլասիկ Պուրանաներում իր անունը չի նշվում։ Բայց կան, ասենք, ինքը Հնդկաստանում, որտեղ մարդիկ, ասենք, տենց էլի, բանավոր ինչ-որ պատմություններ են, չէ՞, ժողովուրդները ունեն, որ բանավոր պատմություններ են մեկը մյուսին պատմում, այդտեղ Սանդիպանի Մունիի որդին շատ հաճախ ասում են որպես պրաշանտա, հա, կամ կան տեղեր, որտեղ այդ տղայի անունը նշվում է որպես Սումատի։ Հիմա պրաշանտա ինքը նշանակում է հանգիստ։ Սումատի նշանակում է բարի բանականություն։ Հասկանում եք։ Եվ այս տեսանկյունից մենք եթե ասենք պարզ է, որ Սանդիպանի Մունիի տղան ինքը չէր կարող ինչ-որ բացասական բան ունենար, եթե մենք ընդունում ենք, որ դա հանգստությունն էր եւ բարի բանականությունը, որտեվ բարի բանականությունը դա արժեքային համակարգ է։ Ինչ է նշանակում բարի բանականություն։ Բարի բանականությունը դա նա է, որը արժևորում է իր մեջ նաև ուրիշ կենդանի էակների երջանկությունը, բացի իրանից։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այո, դա բնական, այս դեպքում արդեն մենք կարողանում ենք իմաստը հասկանանք, որ այդ Պանչաջանյան, չէ՞, որը ինքը բաներ, Պանչա նշանակում է 5, հա, ջանա նշանակում է ծնված, հա, կամ էություն, հա, այսինքն ինքը ծնված էր բան, կամ կարելի իր անունը կարելի է թարգմանել այսպես, որ ինքը ծնված էր 5 էլեմենտներից, այսինքն նյութական, հա, նյութական մարմին, բանը, ասեք, հողը, ջուրը, կրակը, հա, բանը, հողը, ջուրը, կրակը, օդը, հա, եւ 5-րդ էլեմենտը տարածությունը, այսինքն էֆիրը, չէ՞։ Եվ այդ ազնվորությունը, այսինքն նյութական մարմին, այն նա որ ծնվեց նյութական մարմնի մեջ, ինքը ոչնչացրեց
բարի արժեքային համակարգը, հա? Եվ այդ մարմնի մեջ, եթե առաջի անունն ենք վերցնում, վերանում է հանգստություն։ Հասկանում եք? Այսինքն դա նյութական մարմինը ինքը իրանով կենդանիակի մեջ վերացնում է այս երկու սկզբունքը։ Հանգստությունը, ինչու՞, որովհետև նյութական մարմինը ինքը խոցելի է։ Եվ կա միշտ անհանգիստ վիճակ։ Ինչու՞, որովհետև նյութական աշխարհում, եթե ինչ-որ մեկը ուզում է մեր մարմնին վնաս տալ, ինքը կարող է դա անել։ Ես անձամբ անձնական փորձ ունեմ այդ դաշտում, թե ինչ է նշանակում ընդհանրապես ունենալ թշնամի, որը քո մահն է ուզում, եւ թե ինքը ինչպիսի ձևերով ընդհանրապես կարող է խցկվել քո կյանք, եւ ինչպիսի խորամանկություններ կարող են լինել, որի իրականացման եթե հաջողվեր, ապա ես իմ այստեղ ձեզ հետ նստած չէի լինի։ Հասկանում եք։ Չէ՞, եւ ուրեմն այո, նյութական մարմինը ինքը բերում է անհանգիստ վիճակի, եւ դրա համար ինքը հանգստության բանը սպանեց, հա, եւ նյութական գիտակցությունը ինքը էգոիզմի գիտակցությունն է։ Եվ իհարկե դա նշանակում է, որ նյութական աշխարհում ապրող կենդանիների բանականության մեջ իրական բարիություն չկա։ Բարիությունը արտահայտվում է միայն որպես տարածված էգոիզմ։ Կրկնում եմ, ես կապված։ Հասկանում եք, որտեղ մեկը կենտրոնը մնում է այդ ես կապված։ Հասկանում եք, իսկ իրական բարիությունը, հա, իրական բարիությունը, դա նշանակում է կապված է, կապված չէ, կապ չունի։ Ես ուզում եմ բոլորի համար այս, հա, եւ ուրեմն այս տեսանկյունից արդեն մենք կարողացանք հասկանալ, թե դա ինչն էր վերածվել։ Եվ երբ որ Սաուբարի Բունինիքը Սադիպանի Մունինքը ներեկիքը նայում էր Տեր Կրիշնայի աչքերի մեջ պատկերավոր ասած, ինքը հասկանում էր, որ այս համընդհանուր վայելքի սկզբունքն է, որ կարող է վերադարձնել կենդանիակի հանգստությունը եւ ուրեմն բանը եւ բարի բանականությունը։ Հասկանում եք։ Հետագայում, երբ որ Տեր Կրիշնան ինքը կռիվ արեց եւ այդ դեմոնին սպանեց, չէ, ինքը վերցրեց այդ խեցին Պանչաջանյան։ Այդ խեցին դարձավ իր խեցին եւ ինքը, երբ որ փչում է այդ խեցին, ասվում է, որ դա Գերագույն Աստծո անձնավորության կանչն է դեպի հոգեվոր, հա, բոլոր կենդանի նյութական աշխարհում ապրող կենդանիակների համար։ Երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը փչում է իր խեցին, ինքը այդ խեցի ձայնով հրավիրում է բոլոր կենդանիակներին, որոնք ապրում են նյութական աշխարհում, հետևել աստվածային բարոյականության օրենքներին, որտեղ բոլորն են երջանիկ լինում։ Հա? Եվ ուրեմն Դավան ինքը հիշեցրեց Վիդորային այս ամենը, հա, եւ այսինքն ինքը հիմա հերթով թվարկում է Տեր Կրիշնայի այն որակները, հա, որի համար ինքը Կրիշնային սիրում է։ Եվ մենք տեսանք, թե Տեր Կրիշնան ինքը ինչպիսի օրինակ ցույց տվեց որպես աշակերտ, հա, եւ համել ինչպիսի իմաստ կար այդտեղ, եթե մենք դիտարկում ենք Աստծուն որպես համընդհանուր երանության սկզբունք եւ այդ նույն սկզբունքով դիտարկում ենք մնացած բոլոր այդ իրադարձությունների մասնակիցներին։ Եվ այսօր այսքանը սիրելիներս, ստեսություն ձեզ, կներեք ելվի մի քիչ երկար ստացվեց այսօր, կաշխատեմ հետո կրճատ ասել։ Ստեսություն։